Պետրոսի առաքելուի Նիկատոյկյան առաջին նստունն են դրված։ Փետրվարի 10-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնայեջ մայր տաճարում Սուրբ պատարագ մատուցվեց։ Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, մայրաթոռի միաբաններ և բազմաթիվ հավատացյալներ։ Պատարագիչը Մասյացոտնի թեմից Տեր Եզնիկ քահանա Մարտիրյանն էր։ Իր քարոզում նա անդրադարձավ օրվա խորհրդին։ Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ, ասաց պատարագիչը։ Այն կոչ է այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ և մեր կյանքն աներեջ կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա։ Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն դիմակայելու ժամանակի փորձություններին և հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին։ Շատ կարևոր է գիտակցաբար մոտենալ այս խորհրդին, որովհետև ժամանակները չար են, ինչպես Պողոս առաքյալն է ասում, և մենք պիտի կարողանանք ճիշտ պահին, ճիշտ հակահարված տալու աղոթքով։ Մեր հոգևոր հայրերից մեկն էր ասում, որ մենք չենք եկել հակամարտելու կամ չենք եկել կռվելու, եկել ենք հաշտության։ Եվ մեր աղոթքն է, որ հաշտվի, խաղաղվի մեր երկիրը, Ղևոնդյանց քահանաների խորհրդով աներեր մնալու մեր խրամատի մեջ, ինչպես մեր սրբազանն էր ասում, մեր դիրքում, մեր պաշտոնի, մեր կոչումի մեջ հավատարիմ Վարդանանց ու Ղևոնդյանց խորհրդին, հավատարիմ մեր Հայր Աստծուն եւ մեր ազգընտիր գահակալին։ Տարբեր հարաբերություններ, տարբեր ժամանակներ եղել են, լինում են եւ կլինեն, բայց եկեղեցին անսասան է, ինչպես ժայռը, որի վրա հիմնված է մայրաթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես մեր ամբողջ եկեղեցին հիմնված է առաքելական հիմքի վրա եւ անսասան է, հարատև է եւ հաստատուն է։ Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին եւ աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։ Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը։ Ծաղկյա Պիլոն կրելու իրավունքի արժանացել Հովեր քահանա Գամաղելյանը, մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Ի գնահատություն հայոց եկեղեցու անդաստանում նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք։ Մարկոս քահանա Մանգասարյանը, մայրաթոռ Սուրբ Էջմիածին։ Ավագ քահանայության պատվի արժանացան մայրաթոռ Սուրբ Էջմիածնից Տեր Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից Տեր Դանիել քահանա Գարաճյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց 30, իսկ քահանայական լանջախաչ կրելու իրավունք 13 քահանահայրերին։ Ղևոնդ երեցի իրավահաջորդը լինելով եւ Ղևոնդյանց քահանաների հաջորդը լինելով մենք այսօր նույնպես կարիք ունենք իրենց ոգով զորանալու, ամրապնդվելու մեր հաստատակամության անսասան հավատքի մեջ եւ նույնը փոխանցելու մեզ վստահված համայնքներին։ Ծառայում եմ Դավուշի թեմում արդեն 1.5 տարի եւ փառք Աստծո, որ այսօրվա դժվարությունները, փորձությունները քահանայի առջև որ կան, մեր թեմում դեռևս չեն կարողացել հասնել իրենց նպատակին, որպեսզի կարողանան սասանել կամ որևէ տեսակի գայթակղություն դնել մեր քահանաների առջև եւ հուսանք, որ անսասան կերպով մեր Տիրոջ մեզ վստահված նավը պետք է առաջ տանենք եւ հասցնենք մեզ վստահված համայնքներին, հոտերին դեպի խաղաղ նավահանգիստը հոգու փրկության։
Այսօր առիթ ունեցա գտնվելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով։ Շնորհակալ եմ թեմակալ առաջնորդին, գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, որ այս առիթը ընձեռեց։ Եվս մեկ անգամ գտնվելու Մայրաթորում մեր ուխտը վերանորոգելու առ Աստված եւ մեր հավատարմությունը հայտնելու հանդեպ մեր մայր եկեղեցին եւ հանդեպ ազգնդիր վեհապար հայրապետը եւ նաեւ առիթ ունեցանք ստանալու վեհապար հոր օրհնությունը։ Տոնի առիթով նաեւ արժանացանք թեմակալ առաջնորդի միջնորդությամբ ծաղկիա փիլոն կրելու պատվին։ Մեծապես պատիվ է մեզ համար եւ անշուշտ նաեւ պարտավորեցնող։ Եթե զուգահեռներ անցկացնենք, ուրեմն 5-րդ դարում Վարդանանց պատերազմի ժամանակ եղող հալածանքներին եւ նաեւ մեր իրականության մեջ վստահաբար կարող ենք զուգահեռներ տանել, որովհետեւ դարձյալ դրված էր մեր ինքնության հարցը, նպատակ կար դավանափոխ անելու հայերին, եկեղեցին հարվածելու եկեղեցուն եւ ինքնության հարցն էր։ Այսօր ցավոք սրտի այս արդեն բացահայտ բռնաճնշումները իրականացվում են մեր հայրենի իշխանությունների կողմից, սակայն մենք Ես ներկայացնում եմ Ռումինիայից թեմը, թեմակալ առաջնորդի հետ միասին ամբողջ Ռումանիայից թեմը, թեմական խորհուրդը բոլորը միասնաբար մենք կանգնած ենք մեր մայր եկեղեցու կողքին, դատապարտում ենք անշուշտ նման հակաեկեղեցական շարժումները եւ հալածանքները, որոնք բացահայտորեն ցավոք սրտի իրականացվում են իշխանությունների կողմից։ Պարգևաբաշխության ավարտին ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը հղեց ներկաներին, անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին։ Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարդ, որը վաստ հավատո եւ վաստ հայրենիաց նշանաբանով դարձավ զոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի եւ հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա։ Դարեր շարունակ ազգից զավակները Սրբոց Ղևոնդյանց եւ Վարդանանց խիզախության վառ օրինակով ոգեշնչվել են ու մաքարել եւ փորձություններին արիության դիմակայել։ Իրավի Սրբոց Ղևոնդյանց եւ Վարդանանց նվիրական տոները Աստծուն քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն է եւ մեր հոգեվոր ու ազգային ինքնության վկայությունը։ Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը անպարտելի։ Այս տոներն ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել, նշեց նորին սրբությունը։ Սուրբ Ղևոնդյանք եւ Վարդանանք ցույց են տալիս բռնացումը եկեղեցու եւ նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու եւ ձախողվելու է, արժանանալով հոգեվորականած եւ ազգից բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։ Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը։ Տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում եւ հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ եկեղեցին։ Վարչապետի գլխավորությամբ ձեռնարկված հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգեվոր եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունները պետական լծակների չարաշահմամբ միջամտում են եկեղեցական կյանքին։ Հոգևորականներ սարկավակներից մինչև եպիսկոպոս ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների։ Եկեղեցին, սիրելիներ,
բոլորիս հոգևոր տունն է, որին ուղված հարվածներին դիմակայելը, եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը մեր հավաքական պարտականությունն է, մեր պատասխանատվությունն է Աստուծո հայրենիքի ու գալիք սերունդների առջև։ Դիմելով հոգևոր հայրերին նորին սրբությունը պատգամեց, որպես Աստծո ծառաներ եւ մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ, սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ եկեղեցին, իբրև կենթանի Աստծո եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության, համաձայն առաքելական խոսքի։ Միասնաբար սիրելիներ դիմակայենք ազգային ու եկեղեցական հանդաստանում երկպարակտություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին, պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության, Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուր հայության առաջնորդող ուժ, հավատքի ամրության և պայսիրության և ազգային միասնականության ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք և համերաշխ ոգով մեր ժողովրդի բարոր ապագայի կերպում։ Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես եւ պարգևի արժանացած քահանաներին, հայոց հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց եւ Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը, ծառայելու եւ գործելու ի սեր եւ ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի եւ ի պայծառություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Հրավիրում ենք ձեզ, որպեսզի ձեր աղոթքները մշտահունչ առաստված բարձրացնեք ազատազրկված ձեր հոգևոր եղբայրների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց բնորոշ հոգու ամրությամբ դիմակայել բոլոր նեղություններն ու դժվարությունները և իրոջ օգնականությամբ դուրս գալ և շարունակել իրենց հոգևոր սպասավորությունը մեր հավատավոր զավակներին։ Աստված թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, Աստված թող զորացնի մեզ եկեղեցականներիս, մեր պարտքը, մեր հայրենիքի, մեր նախահայրերի և գալիք սերունդների առջև արժանապատվորեն կատարելու և հավելելու փառքը մեր եկեղեցու բոլոր ժամանակների մեջ։ Աստված օգնական ու պահապան ամենից։ Հավաքը եզրափակվեց հայոց հովվապետի պահպանիչ աղոթքով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությամբ Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը եւ վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը եւ ամենայն հայոց հայրապետը։ Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար հավատքի եւ հոգևոր ժառանգության հանդեպ նախանձախնդրության, անմնացորդ ծառայության եւ հայրենյաց սիրո մշտահունչ պատգամ է։ Արդի աշխարհի փոփոխվող իրողությունների եւ ներազգային կյանքի դժվարությունների հանդիման կոչված ենք Ղևոնդյանց սխրանքի խորթով պաշտպանելու աշխարհասփյուր մեր ժողովրդի ազգային ու հոգևոր ինքնությունը, դարերով նվիրագործված արժեհամակարգը եւ հավատավոր մեր զավակների սրտերում անսասան պահելու ազգասիրության եւ եկեղեցասիրության ոգին։ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին ազգային ինքնության անսասան հիմքն է եւ հայրենի պետության կայունության ամուր հիմնասյուներից մեկը, որը պետք է պահպանել եւ զորացնել։
Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու եւ եկեղեցականների թիրախավորմամբ եւ հետապնդումներով խաթարվել է ազգային եւ եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ եւ լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին ցավոք նպաստել է նաեւ որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։ Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ անշեղորեն հետևենք առաքելական մեր Սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը եւ առաստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը եւ փարված մնալ մեր Սուրբ եկեղեցուն եւ հայոց հոգեվոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով եւ լուսավոր նավահանգիստ։ Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով եւ անսասան հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ մեր ժողովրդին եւ հավետ պայծառ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքն ունենաք եւ ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ հաստատուն մնաք նույն մտքի ու նույն նպատակի մեջ, ասվում է հայտարարության մեջ։ Օրեր առաջ Հայաստանի իշխանությունների կողմից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի եւ արքեպիսկոպոսի երկրից չբացակայելու արգելք է դրվել։ Մինչդեռ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրավերով փետրվարի 16-ից 19-ին եպիսկոպոսատ ժողով պետք է տեղի ունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Ժողովներին եկեղեցականների հերավար մասնակցությունը խորտ չէ հայ եկեղեցուն։ Մի վառ օրինակ կարող ենք բերել, երբ 1441 թվականին շատ կարևոր ժողով էր տեղի ունենում հայրապետական աթոռը Սսից վերահաստատելու Սուրբ Էջմիածնում, այս ժողովին, ինչպես Թովմա Մեծոփեցին հական է հանվան է, կարող ենք ասել հիշատակում է ժողովի մասնակիցներին, հատկապես նրանք, որոնք ավելի նշանավոր էին եւ ավելի ազդեցիկ։ Եվ նրանց անունները թվարկելուց հետո ասում է իսկ այն եպիսկոպոսներն ու վարդապետները, որոնք չկարողացան միանալ մեզ, նրանք միաբանեցին մեզ իրենց նամակներով եւ սկսում է թվարկել, թե ովքեր են այն վարդապետներն ու եպիսկոպոսները, որոնք ուղղակի ֆիզիկապես չեն կարողացել, սակայն ժողովի իրավասու մարմնին ուղարկել են իրենց կարծիքը ժողովական հարցերի վերաբերյալ եւ ժողովը կարողացել է վճիռ ընդունել, որոշում ընդունել եւ կիրառել։ Եվ դրա հետևանքով էր այդ ժողովից հետո էր, որ Սուրբ Էջմիածնում վերահաստատվեց հայրապետական աթոռը եւ որևէ մեկը առ այսօր չվիճարկեց եւ պատմականորեն եւ կանոնական իմաստով այդ վերահաստատումը հայրապետական աթոռի Սուրբ Էջմիածնում։ Հիբրիդային, այսինքն թե հեռավար, թե առկա ժողովները տարածվեցին հատկապես համավարակի տարիներից, շարունակվում են նաև այսօր։ Դրանց շնորհիվ կրճատվում են ֆինանսական ծախսերը, տեղի եւ ժամանակի հանգամանքը այլևս խնդիր չէ։ Այն մարդիկ, որոնք անկախ իրենց կամքից արհեստական խոչընդոտների պատճառով չեն կարողանալու մեկնել ուղղակի ներկայացնել իրենց ֆիզիկապես, իրենք կարող են այդ ժողովին հրավիրալ որպես անդամ եւ մասնակից, մասնակցության ձևաչափը փոխել եւ դա տեղի ունենա հեռավար, ինչը բնականաբար չի կարող հեռավար մասնակցությունը պատճառ հանդիսանալ ոչ ժողովի իրավաչափության, ոչ էլ նրանց ընդունված որոշումների օրինականության կամ կանոնականության վիճարկման։ Եթե միջնադարի համար մենք այս ձևաչափերը չենք կարող կիրառել, մեր օրերում դրանք պարտադիր մեր կյանքի կենսակերպի մաս են կազմում, ընդհանրացված կարող ենք ասել, որ այսօր մոլորակը ամբողջապես գտնվում է խելացի հեռախոսների մեջ։ Տարածությունն ու ժամանակը այլևս խոչընդոտ չեն մոլորակի մի ծայրից մյուս ծայրը կապ հաստատելու եւ սեփական կարծիքը ուղիղ եթերի միջոցով արտահայտելու, էլ չենք խոսում ուղարկող տեսանյութերի ու նկարների մասին։ Եթե հարկ լինի քվորումի, իրենք կարող են հեռավար քվեարկել, այսինքն դա նույնպես խանգարող հանգամանք չէ։
Առաջին անգամ չէ, որ եկեղեցու ներքին կյանքին վերաբերող ժողովները խոչընդոտվել են իշխանությունների կողմից։ 1930-ականների վերջին եկեղեցահալած խորհրդային պետությունը չէր թույլատրում անցկացնել ազգային եկեղեցական ժողով եւ կաթողիկոս ընտրել։ Միայն 7 տարի անց Գևորգ arczepiskopos Չորեքչյանի անձնական միջնորդությամբ խնդիրը լուծվեց։ Եվ միայն նրա ու Ստալինի հանդիպումից հետո էր եւ հատուկ խնդրանքներ, որ թույլատրվեր Սուրբ Էջմիածնում գումարվեր ազգային եկեղեցական ժողով եւ այդ հատուկ խնդրանքին ի պատասխան տրված թույլտվության միջոցով հնարավոր եղավ 1945 թվականին գումարել ազգային եկեղեցական ժողով եւ ընտրել հայոց հայրապետ։ Այնինչ մենք տեսնում ենք ի տարբերություն այդ օրերի եւ այդ օրերի ժողովականները կնախանձեին մեր օրերին, որ ուղղակի եթե մարդը ֆիզիկապես չի կարողանում ներկայանալ, ուղղակի ժողովը չէր կարող տեղի ունենալ, որովհետև նախ եւ առաջ պետք էր ապահովել ժողովականների նվազագույն քանակը։ Մեր օրյա իրականության մեջ այս խնդիրը այլևս լուծված է եւ եթե ժողովը որոշվի, որ պիտի տեղի ունենա, ժողովական հրավիրյալ անդամները կարող են իրենց մասնակցության ձևաչափը համաձայնեցնել ժողովը հրավիրող կողմի հետ։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Փետրվարի 9-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ նրա որդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական հերթական նիստը։ Հիշեցնենք, Ներսիսյանները ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերի 2-ին Վաղաշապատ համայնքի ընտրարշավի ընթացքում ընտրական քարոզչության նիփր խոչընդոտելու մեղադրանքով։ Հանրապետություն կուսակցության անդամի հաղորդման հիման վրա հարուցված այս քրեական գործը քննչական կոմիտեն ավարտել է 2 շաբաթվա ընթացքում եւ ուղարկել դատարան։ Դուք հաղորդում տալու օրը Գառնիկ Ղազարյանի կողմից ոստիկանությունում եղել եք թե ոչ, չեմ հիշում։ Դատարանը Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 1 ամսով կալանքը, որը հետագայում երկարաձգվել է եւս 2 ամսով։ Հիմա ես որ նույնիսկ եթե ասեմ էլ որ այս գործի մեջ քաղաքական կոմպոնենտը բացակայում է, կարծում եմ բոլորի համար դա առնվազն ծիծաղելի կթվա ու ես քիչ առաջ ասեցի, չէ, այս գործով հանցադեպն է բացակայում ու նման պարագայում անձանց կալանավորել տևական ժամանակ պահել անազատության մեջ կարծում եմ որ այդքան էլ պետք չի մասնագետ լինել որ հետևություններ անենք։ Վաղաշապատ համայնքի Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը քրեական այս գործի համար հիմք դարձած միջադեպին ներկա չի եղել։ Իսկ միջադեպ կոչվածը այն է, ինչ արձանագրել է տեսախցիկը, որտեղ իբրև թե քարոզարշավին խոչընդոտող հանգամանք կա։ Հարություն Մկրտչյանը հարցաքննության ընթացքում մի քանի անգամ հերքեց ու հաստատեց, որ ինքն է ուղղորդել գործընկերներին ցուցմունքներ տալ հանցագործության մասին։ Փաստաբաններն արձանագրեցին, որ նրա ցուցմունքները հակասում են գործով անցնող մյուս վկանների ցուցմունքներին։ Մենք մի կերպ հնարավորություն ունեցանք հարցաքննելու Հարություն Մկրտչյանին, որովհետև մի քանի դատական նիստ ըստ էության իմ գնահատմամբ նա խուսափում էր դատարան ներկայանալ, տարաբնույթ պատճառներով, ըստ էության դուք էլ ականատես եղաք, որ դատարանում նա որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, որ ծանուցված լինելու պայմաններում ինչի չի ներկայացել հարցաքննության, բացի դրանից նախորդ դատական նիստին ուղղակի այսպես բանավոր մակարդակով ոստիկանության կողմից տեղեկություններ տրվեցին դատարանին, դատարանը հրապարակեց, թե իբր նա գտնում է Ջերմուկ քաղաքում եւ հնարավորություն ունի դատարան ներկայանալու, այնուամենայնիվ ցուցմունքի բովանդակության վերաբերյալ հետևությունները թողնում եմ ձեզ, իմ կարծիքով իրականության հետ առնվազն կապ չունեցող կամ իրավիճակը փրկող ինչ-որ ցուցմունքներ է տալիս, որովհետև նույնիսկ եթե դատարանում Հարություն Մկրտչյանը չի արտահայտվում, բայց այնուամենայնիվ բոլորին լայն հասարակության լայն շրջանակներին հայտնի է, չէ, որ այս գործը, այսպես ասած, կառուցվել է իր Facebook-յան ոչ օբյեկտիվ, հրապարակումների արդյունքում։ Պաշտպանական կողմը համոզված է հանցադեպի բացակայությունն ու գործի նյութերում առկա բազմաթիվ ապացույցները վկայում են, որ
Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է։ Առնվազն կարող ենք արձանագրել, որ նման շինծու ու ապօրինի գործով այսօր երկու անձ գտնում է անազատության մեջ ու կարելի ասել, որ այս այն յուրահատուկ դեպքերից մեկն է, որ ոչ թե կա ինչ-որ միջադեպ արարք, այլ այստեղ առհասարակ հանցադեպն է բացակայում, այստեղ հանցագործության դեպք գոյություն չունի։ ՎԿ Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում, որը նշանակված է փետրվարի 17-ին ժամը 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Այս տարի Սուրբ Վարդանանց եւ 1036 վկաների հիշատակությունը փետրվարի 12-ին է։ Այն սովորաբար հաջորդում է Ղևոնդյանց քահանաների տոնին։ Վարդանանց հիշատակության տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ընթացքում հայրապետական մաղթանք է կատարվում։ Վարդանանց շարժման եւ ավարայրի ճակատամարտի ընթացքում լինելով մարտնչող զորքի առաջին շարքերում Ղևոնդյան քահանաները իրենց քարոզներով քաջալերել են Վարդանին եւ նրա զինակիցներին, ոգեշնչել հայ մարտիկներին, կոչ արել չվախենալ, արդարների մահով մարտիրոսվել եւ մաս կազմել երանելիների դասի։ Ճակատամարտից հետո Ղևոնդյանները Հասկեր թագավորի հրամանով բանտարկվել են Պարսկաստանում, քանի որ մերժել են կռապաշտությունը։ Նրանք հավատարիմ մնալով հավատքին ու հայրենիքին ենթարկվել են անասելի տանջանքների, ընդունելով նահատակության պսակը։ Սուրբ Վարդանան կանոնով ճանաչվում են այն նահատակները, որոնք 451 թվականին իրենց արյունը թափեցին ավարայրի ճակատամարտում, հանուն քրիստոնեական հավատի եւ հայրենիքի։ Ավարայրի ճակատամարտը հավատի համար քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ռազմական բախումն էր ոչ քրիստոնյա աշխարհի հետ։ Հայ եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է ավարայրի 1036 նահատակներին Վարդան Զորաբարի գլխավորությամբ։ Հինգշաբթի օրը փետրվարի 12-ին Վարդանանց հիշատակության տոնին կմատուցվի պատարագ, կկատարվի հայրապետական մաղթանք։ Այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից ամեն։